Պարոն Թունյան, հանրահայտ փաստ է, որ մեր տնտեսության ակտիվության զգալի մասը այսօր ծառայություններն են, արտաքին գործոններն են եւ շինարարությունը։ Արտաքին գործոններն էլ բնականաբար կկրկնվեն, բայց ասեմ, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ռուսական տնտեսական պատժամիջոցներից մենք օգտվում ենք, իդեպ շատ լավ է, դուք էլ նշեցիք, ռուս-ուկրաինական պատերազմը մենք չենք արել, բայց եթե տնտեսական օգուտներ կա, պետք է ԵԱՏՄ այլ երկիր օգտվի, թող օգտվի մեր երկիրը։ Ոչ մի վատ բան բացի լավից չեմ տեսնում։ Բայց ինչ ենք մենք անելու, պետությունը ինչ քաղաքականություն է վարելու, որպեսզի մենք դառնանք արտադրող երկիր, արտահանող երկիր, որովհետև եւ արդյոք չկա այն մտահոգությունը, որ երբ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվեց, երբ Ռուսաստանից կարողացան օրինակ SWIFT փոխանցում կատարել, մեր տնտեսական ակտիվությունը այդ ֆոնին ասենց էապես անկում է ապրելու։ Սա կարծում շատ կարևոր հարց է եւ պետությունը պետք է պատրաստ լինի։ Դրան եւ երկրորդ հարցը, եթե կարելի է, տեսեք, այս հենց նույն ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին մեր Ռուսաստանում շատ հայ գործարարներ ֆինանսական միջոցներ են փորձում բերել այստեղ տարբեր գործունեություն ծավալել ու հիմնականում ոնց որ թե անշարժ գույք են գնում կամ շինարարության մեջ են ներդրումներ կատարում։ Բանկային համակարգը լուրջ խնդիրներ է ստեղծում կապված այդ փողի ծագման աղբյուրի հետ, մեծ դժվարություններ են կրում գործարարները։ Ես ընդունում եմ, որ այսինքն փողի ծագման աղբյուրը շատ կարևոր է, բայց արդյոք մենք չենք կարող մեղմացուցիչ, բանկային համակարգը մեղմացուցիչ որևէ մոտեցումներ ցուցաբերել, որովհետև վերջով Դուբայի պես երկիրն է, այդ հանգամանքներն ունի մեղմացուցիչ, որ մարդը եթե իր երկիր փող է բերում, շատ այսպես ասած երևույթների վրա միգուցե աշկ են փակում, փորձում են այդ փողը իրենց տնտեսության մեջ աշխատեցնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան հարցի համար։ Իհարկե արտադրությունը, արդյունաբերությունը շատ կարևոր ուղղություն է Հայաստանի Հանրապետության համար, բայց ինքնանպատակ արտադրություն խթանելը, դա էլ է սխալ, պիտի հասկանաս դու որ ոլորտներում ես մրցունակ, եւ եթե կա տեղ, որտեղ դու օբյեկտիվորեն մրցունակ չես կարող լինել, պիտի ուշադրությունդ ուղղես այն ոլորտերին, որտեղ իմաստ ունի այդ ռեսուրսները ծախսել։ Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը հենց կոնկրետ արտադրության ոլորտը խթանելու բավականին մեծ քայլեր է կատարել։ Օրինակ տարբեր ծրագրեր կային, թե լիզինգի սուբսիդավորման, թե ենթակառուցվածքների ֆինանսավորման առումով, թե բարդ ապրանքների արտադրության ներդրումների ժամանակ, երբ որ պետությունը որպես փոխհատուցում այդ ներդրման որոշակի տոկոսը հետ է տալիս, բայց ամենակարևոր բաներից մեկը դա ստանդարտներն են, այսինքն մենք պիտի հասկանանք, թե մենք ինչ կարող ենք արտադրել, որը կհամապատասխանի միջազգային շուկայի եւ օրինակ արևմտյան շուկաների ստանդարտներին եւ մտածենք արտահանելու մասին, որովհետեւ ասել եկեք գործարաններ կառուցենք ու եկեք ինչ-որ բաներ արտադրենք, դա այդքան բարդ բան չի, բարդը դրա համար շուկա գտնելն է։ Իսկ բանկային համակարգի հետ կապված ես էլ եմ այդ մտահոգությունները լսել, հիմա մի քիչ այդքան շատ չեն, սկզբնական շրջանում էին շատ, երբ որ մարդիկ դժվարություն էին ունենում հայկական բանկերի հետ առնչվելու ժամանակ ու քննարկումներ ունեցել են կենտրոնական բանկի գործընկերների հետ, բանկային համակարգի գործընկերների հետ Եթե օբյեկտիվորեն նայենք, այդ հարցը ավելի շատ ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի ոլորտին է, բայց քանի որ տնտեսությանը էլ առնչություն ունի, մենք էլ ենք շատ հետաքրքրվել ու փաստարկները, որոնք իրենց կողմից հնչել են, մեզ համար համոզիչ են եղել։ Այդ շրջանում այդ կասկածելի ծագում ունեցող կամ սև կամ մոխրագույն փողի ծավալը այնքան մեծ էր, որ եթե մեր ֆինանսական համակարգը մի քիչ անզույգ գտնվեր ու տրվեր այդ գայթակղությանը, դրա բացասական հետևանքները կարող է շատ ավելի մեծ լինեին մեր տնտեսության համար, քան կարելի է պատկերացնել։ Այսինքն այն պոտենցիալ օգուտը, որը մենք կարող ենք ստանալ, շատ ավելի փոքր է, քան այն վնասը, որը կարող է լինել։ Դրա համար միգուցե մեր ֆինանսական համակարգը գերապահովագրել է իրեն որոշ դեպքերում, բայց կարծում եմ հենց դեպքում դա իր հիմնավորվածությունը ունի։ Շնորհակալություն։ Արձագանք